2025 թվականի դեկտեմբերի 18-ն է։ Երեք ընկերներ, Անին, Սարգիսն ու Նեսը որոշել են հանդիպել, հետաքրքիր ժամանցի ակնկալիքով։ Շիտակն ասած, նրանց նախորդ հանդիպումներն առավելապես ընթանում էին ոչ թե միմյանց, այլ թվային, անփոխարինելի բարեկամների ընկերակցության։ Իսկ այդ պարագայում ընկերական, այն էլ հետաքրքիր ժամանցի հնարավորությունը համաձայն եք, որ խիստ կասկածելի է դառնում։ Սակայն այսօր բարեբախտաբար նկատել էի հույսի փոքրիկ հուշում, որ այս հանդիպումը մի փոքր կտարբերվի նախորդներից, գուցե և դառնալով շրջադարձային։ Դե, հետևենք զարգացումներին և տեսնենք, հույսի այդ նշույլի վերջո խաբկանք էր, թե ոչ։ Գնա, թփի։ Սակ։ Հլպեր մի հատ ես մատելի։ Արի։ Ինչ, սենց կմիացնես ուղիղ գնաս ու իդեր զգուշ կլինես, չէ թող ես գնամ։ Արի, չէ դու հետայից ես ապա։ Լավ էլի, ին են փոսը տենում ես, հանկարծ չընգնես մեջը։ Գնա։ Լավ էլի։ Գա այդ փոսը։ Լավ էլի։ Չեմ խաղում։ Ու մի ու կխաղամ։ Սա խաղա չգիտես մի խաղա էլի։ Լավ էլի, ասես կյանքիդ համար ես կռում։ Այդ խաղերը մոտ 1000 մոծակի հաղից կարում ես գաս։ Մենակ խաղերում ես տես, թե իրական կյանքում էլ կարաս այդ տեսակ հարցեր լուծես։ Կարամ, ինչի՞ չէ որ, հետո էլ ի՞նչ կհասկացներ են։ Մտի այդ խաղերիդ մեջ էլ ապրի։ Շնորհակալ ինչ եմ ասում։ Արդեն վաղուց դրանց մեջ ես։ Լավ էլի ինես։ Նենց ես խոսում ոնց որ դու ոչ խաղում ես, ոչ էլ համացանցում կաս։ Բայց դրանցով չեմ ապրում։ Ոչ էլ խաղի մեջ եմ երկար մնում։ Սոցցանցերի հետ կապված չեմ չարաշահում, որովհետև կարող եմ ինձ տիրապետել։ Այ օրինակ դու, անկեղծ ասա, ինչ-որ բան ես անում, մտածում ես չէ ոնց կնայվեր սոցցանցերում, կամ ինչ կարձագանք էին, ինֆորմացիա դա թե ոչ, ընդհանրապես արժի անել թե ոչ։ Դե, չգիտեմ, ինչ եմ մտածել։ Իմ մոտ էլ է այդտենց, ես էլ չեմ մտածում դրա մասին։ Բայց ես այդ ամենը ինձ վրա եմ զգացել։ Ինձ թվում էր, թե ամենաազատ ժամանակներում ենք ապրում, բայց ինչ ազատություն, ինչ բան, արդեն վաղուց պարզ է, որ սոցմեդիայի ստեղծած այդ չափանիշները, այդ ճիշտ սխալներն ու պարտադրանքներն են մեր քայլերը որոշում։ Այսքանից հետո ինձ մի տեսակ քարանձավ եմ զգում։ Քարանձավ, լավ էլի ինես, ինչ ես խոսում, սս պատկերների մենակ քո գլխում կարային առաջանային։ Իրականությունը թողած ինչի հետևից ես ընկել, չես տենում ես լիդերբորդում պիտի բարձրանա։ Ոնց չես հասկանում, որ հենց իրականությունից ես դուրս մնում։ Դրիվ պլատոնյան քարանձավն է, այնտեղի բնակիչները ստվերներն էին իրական համարով, մենք էլ վիրտուալ իրականությունը։ Մեր ապրելակերպը, մեր ով լինելը անմիջականորեն կախված են նրանից։ Բայց ինձ ինչ ես այդտենց ասում, ախր մարդկանց միշտ էլ ինչ-որ ստանդարտներ, չափանիշներ, ընդունված նորմալ պետք են եղել։ Մարդիկ միշտ են դրանցով ապրել։ Դե բայց տարբերությունն այն է, որ առաջ դրանք դանդաղ էին փոխվում։ Ու մարդիկ ժամանակ ունեին մտածել, ընդունել դրանք թե ոչ։ Հիմա ամեն ինչ շատ արագ է։ Շատ պատահաբար կարող ես ինչ-որ տրենդի մասնակից դառնալ կամ անիմաստ ծրագրում ներդրում անես։ Մեր խնդիրը այս ամենը նկատելն է, որ հնարավոր լինի նման բաներից խուսափել։ Ինչի՞ չէ, պայքար ենք դրանց դեմ։ Ճիշտ չէ, պարոն Պետրոսյան։ Պայքար ենք, եթե մեր իրական ցանկությունները ու ազատությունը կարևոր են մեզ համար։ Լավ, արդեն չափազանցնում ես, ինես։ Ինչ օրինակ չես խոսում այն մասին, թե ինչքան շատ հնարավորություններ է տալիս համացանցը մարդկանց։ Ամբողջ աշխարհը մի տեսակ քոնն է դառնում, ամեն ինչ կարող ես տեսնել, իմանալ, այդքան ժամանակի խնայողություն։ Սա չեմ իջում դրանց հետ, բայց հարցն է, որ վիրտուալը չպետք է առաջնային լինի այս իրականությունից։ Նորմալ չի, չէ, որ մարդիկ չեն կարողանում, չեն էլ ուզում շփվել մյուսների հետ, մեկ էլ տեսնում ես շատ ակտիվ են վիրտուալ կյանքում։ Ոյ հո, ու հետո էլ ինչ-որ բաներ են գցում Instagram սաղոր ու անկապ խոսում են։ Ինպես պարզ բան ես ասում։ Չէ՞ որ մարդիկ իրար ավելի լավ են հասկանում, ապրոմակցում, հազարովի գնահատողական հայացքների չեն բախվում։ Հետո էլ հենց որ աղվեսները փախնիկ ասեն, վայ, կապը ընդհատվեց, ու վсё ոչ մեկ դրանից չեն նեղանում։ Դե հենց դա կա, բայց ես խոսում եմ իրական շփման ու անմիջականության մասին։ Մի րոպե, ու այնպես չստացվի, որ դրանք վիրտուալ կյանքում շփվես։ Ախր իրոք նորմալ չի, որ ինչ-որ խնդիր է ծագում,
Փոխանակ մարդիկ այդ խնդիրը լուծեն, տեսնում ես թորի են գցել, բողոքում են, ձեբա շատ ահավոր բան է պատահել։ Դրա մասին եմ ասում։ Ու հետո էլ արձագանքների են սպասում, որ վայ, ինձ հետ էր նույնը պատել, ոնց եմ քեզ հասկանում, կամ ինչ-որ տխուր բան են գրում ու 160 հատ լացող սմայլիկ են հավաքում։ Այդքանը առանց հույսերի, խոսակցության կամ կոնկրետ օգնության։ Նման է զգացողությունը, որ քեզ սիրում են ու վերջ։ Առանց հոգատարության, պատասխանատվության, ու իրանց թվում է, որ եթե իրանց խնդիրների մասին համացանցում գրեն, այդ խնդիրները լուծվելու են։ Ու իրանք մենակ չեն մնալու։ Բայց իրականում միացում չեն սխալվում, գիտես։ Այդ իրենց թվում է։ Այն բանը ոնց էր։ Լուծման կեղծ սիմուլացիա։ Այդպես բառեր էլ գիտես անի, զարմացնում ես։ Բայց լուրջ, մարդիկ պետք է այդ շփվեն, խոսեն, եթե խնդիրը առաջանում, միանգամից քննարկեն ու լուծեն այդ խնդիրը։ Այլ ոչ թե գնան համացանցում անջարությունից գրեն դրա մասին։ Հենց դա մեզ թույլատնելու ու մեկուսացնելու։ Թույլատնելու հետ կապված, իդեպ շատ վախենալի բան եմ նկատել։ Սարեստական ինտելեկտը ամենալավն է մեզ թույլատնելու գործում։ Մեր այդքան հպարտանալու հոմո սապիենսի ասել է, թե բանական մարդու կարողությունները գնալով նվազում են։ Ավելին ես, ինչ ես խոսում, ինչ, բայց AI-ից դու ընդհանրապես չպետք է բողոքես։ Չէ՞ որ ինքը քեզ այդքան հնարավորություններ է տալիս, քո փոխարեն ամեն բան անում։ Գրքերդ կարդում, վերլուծում, երազներդ մեկնաբանում, բժշկական խորհուրդներ տալիս, ռեֆերատներդ գրում, սլայդերդ սարքում, դասերդ անում, միջանկյալներդ փակում։ Դրանից ավել էլ ինչ ես ուզում։ Հա, սա դրանց հետ համաձայն եմ, բայց մարդը մի հատ ինքնուրույն պետք է չէ մտածի, ուղեղը գործի դնի, հետո նա դիմի AI-ին։ Թե չէ այդքան գլուխ ենք կողում, որ մենակ մենք ունենք բանականություն, արիուտես այդքան այդ կարիքը չեմ զգում։ Ես ինձ հետ համաձայն եմ։ Ես էլ եմ այդ նկատել, անընդհատ կախված ենք AI-ից։ Հենց մի փոքր խնդիր ա լինում, միանգամից գնում AI-ին ենք դիմում։ Բայց հետո որ մտածում ես, հասկանում ես, ախր ինքնուրույն էլ կարա այդ լուծել, ուղղակի մի քիչ վստահություն ու համբերություն էր պետք։ Հա, հենց այդ ինքնուրույն գործերն ա, որ մարդուն ուժեղ ա դարձնում։ Ինքը կարևոր որակներ ա տալիս ու հմտություններ։ AI-ից պիտի ճիշտ օգտվենք, որ ոչ թե վնասի, այլ օգնի։ Իդե բան հիշեցի, մի 2 տարի առաջ էր թե ինչ Միչիգանում ավտոբուսի վարորդը վատանում ա ու երեխեքից մենակ մեկն ա կարող այդ նկատի ու կանգնեցնի ավտոբուսը, դե կհարցնեք ինչ եմ այդ հիմա ինչ են, բայց դա շատ բարձ, մենակ ինքն ա եղել, որ հեռախոս չի ունեցել։ Բա, տեսնում եք այս տեխնոլոգիաները մեզ ինչքան են կտրում իրականությունից։ Բոլոր իմաստներով։ Բոլոր իմաստներով լավ էլ ինես։ Այդ որ կարողանում ես արագ կապ հաստատել աշխարհի ցանկացած կետի հետ, կամ որ մարդիկ աջակիցներ են գտնում իրենց կրթության, առողջության հարցերում, այդ հանկարծն ես չես ասի, չէ՞, կամ ես գիտել երևի բնությունն հնչեք ես բարգեվել։ Ոնց իմացար։ Երեք եմ ապեցին ծառից քաղել։ Եմ ապեցին ծառից քաղել։ Լավ էլ երկուստ էլ ախր ճիշտ է, սա քո հետ եմ համաձայն, առանց համացանցի ու դրանց անհնար կլներ այս դարաշրջանում։ Բայց գիտեք ինչ եմ մտածել, մինչև այս վերջի տարիները նկատել եմ, որ բոլորս, նաև ես էլ հիմնականում մտածում եի, որ ամեն ինչ միանգամից բոլորին հասանելի է դառնում, ամեն տեղեկություն հենց հասանելի ամեն մեկը իմանում է միանգամից դրա մասին։ Ну, ագրեսիա ու բռնություն ինչ որ չի լինելու։ Մարդիկ կվախենան, որ իրենց կբռնեն ու կպատժեն։ Բայց դե արի ուտես որ չէ, տենց չի։ Հա, ճիշտ ես ասում։ Ես էլ եմ զարմանում ու մի քիչ էլ զայրանում։ Այն որ ասում են, գիտելիքի ուժ։ Էդա։ Իրավունքի ուժի է, դες։ Հա, կամ էլ է։ Էդ է, էլի, ասում են իրավունքի ուժ ու այդպիսի բաներ։ Բայց միշտ էլ ուժի իրավունքն է հաղթում։ Եթե իրական կյանքում ձայնդ լսելի չի, սոցհարթակներում քեզ չեն լսելու։ Ինչ են, բայց հակառակ ախր ավելի շատ է պատահում։ Երբ որ մարդիկ սոցհարթակում հրճակ, համբավ են ձեռք բերում ու հետո այդ ամենը տեղափոխում են իրական աշխարհ։ Ու առհասարակ, համացանցի միջոցով մարդը մի տեսակ կարևորվում է, նրա արածն է արժեք ձեռք բերում։ Կարող է տենց չի։ Դե համ տենց է, համ չէ, բայց միևնույն ժամանակ ասես մարդը արժեզրկվում է, որ ասում են ոնց 150,000 հետևորդի կամ 200,000 հետևորդի հասնես 2 ամսում։ Ասես ոչ թե մարդկանց, այլ ռոբոտների ու թվերի մասին է խոսքը ընդհանրապես։ Որ 20 հոգի ասի, որ դու ճիշտ ես, կհավատաս, չէ՞։ Կամ մենա 100 հոգի նստած են, տես ինչքան շատ են։ Բայց համացանցում է այդքան էլ մեծ թիվ չի, իսկ մարդկանց հիմա մենակ քանակն է հետաքրքրում։ Հա, ու արդյունքում քանակը որակին հաղթում է։ Ու բոլորը նայում են այդ անիմաստ թվերի։ Բայց ինչ որ մեկի շատ փոքր լսարանը կարող է շատ իմաստներով գերազանց լինել, ուսի շատ մեծ լսարանը։ Ինքան խոսացիք, որ 3000 հետևորդի հասնելու ցանկությունս լրիվ կորավ։
Ապրեք։ Ինձ պետք է լինի։ Բոբոյ բոլալը վոխորեգինի զոտը որակավին էլի։ Չէ։ Դուք ամեն ինչի մեջ վատն եք տեսնում։ Ախր շատ պրոգրամիստն եք, Ինչ է։ Պրագմատիկ։ Գիտես, պեսիմիստ է դա աչքից։ Հա, ուֆ, համենեք համեն։ Լավ, որ այդքան ասում եք պիտի իրականություն ապրել։ Մի հատ իսկ ասեք, այդ իրականության սահմանները ոնց եք որոշում։ Հենա ինես, այդքան գրքեր ես կարդում։ Անի դու էլ ոնց որ թե։ Այդ ձեր գրքերն են իրական։ Տոմի խապկանքեր դրանք են։ Ուրիշի երևակայություն արդյունքը դրել լուրջ կարդում են, գալիս քննարկում մի հատ էլ իրականություն։ Այն օրը մի հատ վիդեո էի նայում, ասում էր, որ մենք կարգին չենք էլ կարող ապացուցել, որ գոյություն ունենք։ Դուք էլ դրել եք իրականություն, գոյություն։ Չեմ հավատում։ Այստեղ է նորմալ հարց տվեց, հասկանում ես։ Բա։ Աղանդը։ Բայց ես չգիտեմ այդ իրականության սահմանները որտեղ է սկսվում ու ավարտվում։ Բայց այդ գրքերի հետ օրինակ կապված կարող եմ շատ երկար խոսել։ Մամ, բեմադրության մի կես ժամից անկտամ լի։ Դավայ։ Ավելի անի։ Մամաների։ Մամաներ, հարևելի բան։ Հաջողություն կոմելի։ Ինչի մասին էի խոսում։ Գրքերից էիր խոսում։ Հա, գրքերի հետ կապված։ Չէ, իրական չեմ։ Ավելի են քան իրականում։ Ու հենց այդ պատճառով էլ ամենաիրականն են, որովհետև ստիպում են ամենակարևոր բաների մասին մտածես։ Կյանքի թաքնված շերտերն են ցույց տալիս, ամենավառ էմոցիաներն են արթնացնում։ Ուսենց անվերջ կան խոսամ երեխեք գրքերից։ Բայց այդ իրականության սահմանների հարցը իրոք մտածելիք է։ Բա, տեսնում ես, հետո էլ ասում ես վիրտուալ իրականությունը սենց, վիրտուալ իրականությունը նենց, դուք նա ձեր սիրել իրականությունը սահմանեք, հետո նորեկիք խոսացեք։ Ինչ էր ասում է այդ վիդեոյում։ Սպանեցիր այդ վիդեոներով։ Թող խոսամ։ Հա։ Հա, ասում էր, որ իրականությունը մեզ անմիջապես չի տրվում, այն տրվում է մեզ, մեր զգայարանների միջոցով, ու հետո էլ դրանք շատ սահմանափակ կարող են լինել։ Իր բայց ոնց։ Հենց տենց։ Օրինակ դու գիտեիր անի, որ գույների, ձայների մի մեծ հատված մարդուն ուղղակի հասանելի չի։ Էլ ինչ կար։ Հա, ասում էր, որ զգայարանների միջոցով եկածը վերջում էր գիտակցությանն է հասնում, մեր հոգուն։ Ու փաստորեն իրական, սենց ասած, նյութական աշխարհը։ Մենք ընկալում ենք մեր ոչ նյութական զգայարանների միջոցով։ Իսկ դրանց իսկությունը ստուգել չենք էլ կարող։ Նույնն էլ մեր գոյությունը ապացուցել։ Լավ, հանգիստ եղ։ Իրականության մասին է խոսում, որ ասում ես ոնց ապացուցենք։ Այն ասա վերջի անգամ երբ ես գնացել բնության գիրկը, որ հասկանաս ուրա սահմանները իրականության։ 2 շաբաթ առաջ։ Որ այդքան ստորի էր անում։ Հա։ Լավ, իսկ որ բնության գրքում ես լինում։ Կարող ես սթորի չանել։ Ֆոտո չանել։ Ինչ անպես դրա մեջ ինչ վատ բան կա, չեմ հասկանում։ Լավ, ոչ մի վատ բան։ Ուզում ասեմ, կարող ես ինչ-որ բան անել ինքդ քո համար։ Գնալ բնություն, վայելես այդ բնությունը, խոստել, որի դրա մասին պատմես։ Հա, բայց ես էլ տենց եմ վայելում։ Հետո էլ սովորեմ ամեն ինչ ստորի գցել։ Հավ է սա։ Կարող ես չէ՞ մեկ ինքդ քո համար լինես, ոչ թե ուրիշների։ Ախր սխալ մի հասկացի, այս խնդիրը ինձ էլ է վերաբերում, ու բոլորիս։ Թրումանի շոու ֆիլմն է դերիվ, բայց ի տարբերություն Թրումանի մենք բոլորս գիտակցաբար ենք ապրում շոուի մեջ, ու միշտ հանդիսատես կա, միշտ դիտարկման կետում ենք։ Չգիտեմ, այնպես է ստացվում, որ մենք միշտ դերի մեջ ենք։ Ինձ ֆիլմերի մասին ասացիր հիշեցի, մենակ ես եմ նկատել, որ ես վերջերս անհնար է ֆիլմեր նայելը։ Շատ են երկար, ձանձրալի, ինչպես չես ձգում ուղղակի։ Ահա, մի հատ էլ ասեք ռիլերը, կարճ վիդեոներն են, գլխավոր մեղավորները պրծնենք այդ հնգտում։ Ու չի ասի, որ գլխավոր մեղավորներն են, մեծ հատած շատ մեծ մեղավորությունն է դրա մեջ։ Ախր իրոք է, շատ է դժվարացել երկարատև ինչ-որ բանով զբաղվելը։ Արդեն սովորել եք 10 վայրկյանոց վիդեոներին ու մի տեսակ ոչ մի բանի համար այդ համբերություն չունենք։ Ես էլ եմ այդ նկատել, ասես արագության դարաշրջանում ենք ապրում, ուզում ենք ամեն ինչ մի անգամից լինի, տեսանելի, մեր գրպանում։ Երկարատև ջանք թափելու, ինչ-որ սպասելու ժամանակ չունենք են։ Նույնիսկ հետոյի հետ կապված, ժամանակ չկա հետոյին սպասելու, երբ կկա։ Բայց այդ համբերատարություն ու շարունակական ջանքերի շնորհիվ չէ, որ մարդիկ արժեքավոր բանի են հասնում։ Լավ, արագությունը հաճելի է կյանքում, չեմ վիճում, բայց արժեքավորի համար պարտադիր է ինչ-որ ջանք թափելու համբերել, չէ՞։
Չգիտեմ, արժեքավորի մասին ոնց կարող ենք խոսենք, եթե ամեն ինչ արժեզրկումը նույն վայրկյանին հենց հայտնվում է։ Իսկ համացանցն ու գովազդները մեզ սովորեցնում են զբաղվել, ոչ թե ստեղծել կամ բոնը պահել։ Լավ, երկուսով ոնց որ ձեն-ձենի տված լինեիք։ Ինչ եք առաջարկում։ Ջնջենք ամեն ինչ, գնանք նախնադարում ապրենք։ Ну, ասենք ես դեմ չէի լինի, ախր բնություն, մամոնտներ, հրաշք։ Ով չենք ասում մեր ամեն ինչից հրաժարվենք։ Ասում ենք պիտի կախվածությունը վերացնենք դրանցից։ Այդ տեխնոլոգիաները, սոցհարթակները չպետք է մեր կյանքում առաջնային նշանակություն ունենան։ Ու դա նշանակում է իրական ազատություն։ Ամեն վարքյան պատրաստնել, որ դրանք մեր կյանքում չեն լինելու։ Լավ, որ այդքան խոսում եք, ասում եք պիտի իրական, հա, թեկուզ իրականություններ։ Լավ, ասենք ջնջեցինք ամեն ինչ։ Գնացինք նախնադարում ապրեցինք, ինչ տենց հրաշք հա տեղի ունենալու։ Հա, պիտի այս քարանձավից դուրս գանք։ Մշտական դուրս գալ չենք կարող, պետք է չի, դա անխուսափելի է։ Բայց գոնե դուրս գալու ձևը իմանանք, հա։ Հա, դե դու գնայ դուրս գալու ձևը սովորի։ Սրան ինչ է լավ, խի կախեց։ Ես էլ կես նշան, որ առաջինը դու պետք է այդ դուրս գալու սովորես։ Հեռախոսած փչացավ դրա նշաններից է խոսում։ Ինչ մենք է երկար բարակ խոսում։ Այս մարդիկ են պոպարապ չեն, իքը գործեր ունեն, մենք հետ։ Գնացինք, հա։ Հեռախոսած փչացավ դրել է մարդիկ։ Սաղ, գնացինք։ Լավ, գնացինք։ Ինքն մեր գոյությունը ապացուցել է, ամեն ասում էր։ Դե լավ, ապացուցեք իրականություն մասին ես խոսում, մի քիչ հանգստացիր էլի, բայ։ Երբ ուզում ես հավնես, երբ պատերություն ենք գնալ, երկու շարք առաջ։ Արդեն վաղուց պարզ է, որ սոցմեդիան է որոշում մեր քայլերը, ինչն է ճիշտ, ինչն է սխալ։ Քարանձավ։ Անիմատ կորեջ բամոսը ճպացներ։ Ախր մեր խնդիրը այս ամենը նկատելն է, որ հնարավոր լինի նման բաներից խուսափել ու անգամ պետք է պայքարել դրանց դեմ։ Ճիշտ չէ, պարոն Պետրոսյան։ Այո։ Բայց մարդկանց թվում է, որ իրանց խնդիրները համացանցերում գրելով կարան լուծել։ Ոչ թե մենակ են մնալու։